Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյանը եւ այսօր տաղավարում սիրով հյուրընկալել եմ բժիշկ Հայկ Մանասյանին, բարև ձեզ պարոն Մանասյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ շատ շնորհակալ եմ հրավիրելու համար։ Դուք մեր տաղավարում երբևէ չեք եղել Առաջին անգամ ոտքս խերով լինի։ Այսօր լավ առիթ է, որպեսզի մենք զրուցենք մեր տաղավարի շրջանակներում եւ նաեւ հասկանանք, որ տարիներ շարունակ շատ ակտիվ հանրային գործունեություն ծավալելուց հետո այսօր նաեւ պատրաստվում եք խորհրդարանական ընտրություններին եւ բոլորին դեմ եմ կուսակցության համամասնական ցուցակի պատվավոր 7-րդ հորիզոնականն եք զբաղեցնում։ Ըստ ձեզ ակնկալիք ունեք, որ ձեր ակտիվ հանրային գործունեության արդյունքում այսպես պետքա քաղաքական գործընթացների մեջ ներգրավեք նաեւ եւ դեպի պարլամենտ ճանապարհ հարթեք ձեզ համար։ Վերջի 2 տարին ավելի մեծ բանի ակնկալիք ունեի, այսինքն վերջի 2 տարին արդեն սենց որոշել եմ, որ պետք է ակտիվ քաղաքականության մեջ լինեմ եւ ոչ միայն տենց ուղղակի պարլամենտական ընտրություններին մասնակցել, այլ ավելին, այսպես ասեմ, բայց հատուկ նշեմ, որ բոլորին դեմ եմ շարժումը դա ինքնալուծարվող կուսակցությունով եւ մանդատները դնելու խոստումով եկող քաղաքական ուժա, որի նպատակն է ոչ թե անցնել պարլամենտ, այլ լավագույն դեպքում 100 օրվա իշխանություն վերցնել եւ այդ 100 օրում իրականացնել բարեփոխումներ ընտրական ոլորտում եւ նոր ընտրությունների գնալ եւ պլան մինիմում անցնել պարլամենտ եւ հնարավորություն տալ, որ մարդիկ, ովքեր ընտրություններին չեն մասնակցում, քանի որ դեմ են բոլորին, այդ թվում մեզ դեմ լինելով հանդերձ, բոլորին դեմ եմ քվեաթերթիկին քվեարկելով իրենց ձայնը ոչ թե այսպես կորցնեն կամ տան այն ուժերին, որոնք իրենց չեն ցանկանում, այլ իրենց ձայնը տան բոլորին դեմին եւ թույլ տան, որպեսզի Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, մյուս իրենց իրական ձայներով Երևան, ոչ թե այն հաշվարկային այսպես մանիպուլյացիաներով, որը լինելու է առաջիկայում եւ որը եղել է միշտ նախորդ ընտրություններին։ Այսինքն կարելի է այսպես հասկանալ, պարոն Մանասյան, բոլորին դեմ եմ, փորձում է քվեաթերթիկը ստեղծել։ Քվեաթերթիկը ճիշտ օգտագործելու միջոցով ըստ ձեզ դեմ դաշտում, այսպես ասած, տրամադրություններ ունեցող մեր հանրության մի մասին տանել այդ կողմ, էլի, հա, այսինքն Ձեր հարցի մեջ ես երկու հատ տենց շատ տողատ, միգուցե դուք շատ ազնիվ ու պարզ ձևով եք ասում, ես շատ անազնիվ ու տողատակային բաներ եմ լսում, ուրեմն կրկնեմ ես ինչ եմ ասում։ Բոլորին դեմ եմ քվեաթերթիկը այլևս ստեղծված է։ Դուք ընտրություններում այլևս կարող եք գնալ քվեարկել բոլորին դեմ եմ։ Եվ որpիսի դա չստացվի, թե մենք բոլորին դեմ եմ մարդկանց մեզ կողմ ենք տրամադրում, մենք մանդատները դնելու ենք եւ դուրս գանք։ Եթե իշխանություն չձևավորեցինք 100 օրով, մենք մանդատները դնելու ենք եւ դուրս գանք։ Ու այդ մարդիկ, ովքեր բոլորին դեմ են, իրականում բոլորին դեմ են քվեարկելու։ Ավելին ասեմ, մի քիչ չեմ ուզում տենց մեր անելիքները բացահայտեմ, մենք կապացուցենք, որ մենք падգամավոր չենք աշխատելու։ Չենք աշխատելու, ժողովուրդ ջան, ես падգամավոր չեմ աշխատելու։ Առաջիկայում ապացույցները բոլորին դեմ եմ շարժման կողմից կներկայացվեն։ Մենք ընդամենը ստեղծել ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, որպիսի այն մարդիկ, ովքեր բոլորին դեմ են, իրենց ձայները տունը չպահեն, դրանով ավտոմատ տալով Նիկոլ Փաշինյանին կամ մեկ ուրիշին։ Դե այդ եմ ասում, պարոն Մանասյան, այսինքն քվեաթերթիկը օգտագործվի։ Մարդիկ չնստեն տանը ու ասեն մենք բոլորին դեմ ենք, չենք գնացության։ Քվեաթերթիկը օգտագործվի մաքուր զտարյուն բոլորին դեմ։ Այդ քվեաթերթիկը դրանից ունենում եք դիվիդենդ, չէ՞։ Ձայներ եք ունենում, մենք դնում ենք դուրս գանք։ Մենք դնում ենք դուրս գանք։ Մենք չենք վերցնում այդ մանդատները, որ ասենք այդ ձայները եկավ, մեզ համար դարավ падգամավորի աշխատանք։ Մենք այդ հրաժարվում ենք այդ падգամավորի աշխատանքից։ Ինձ մոտ Լինա Կարապետյանցն է հյուրընկալվել եւ ինքը այդ սխեման շատ հստակ բացատրեց, որ դուք ձեր օրակարգն եք առաջ բերելու, որ իրավական փոփոխությունների 100 օրվա իշխանություն։ Իրավական փոփոխություններ եք առաջարկելու եւ նրանք եթե համաձայնեն ձեզ հետ, դուք այդ փոփոխությունները կանեք, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կանեք, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Ես իմ
խղճի, լրացում կանեք եւ հետո դուրս կգաք։ Եվ իմ լսարանի կամ մեր ժողովրդի առաջ անկեղծ լինելով հանդերձ ասեմ, ես հակված եմ այն կանխատեսմանը, որ մենք ունենալու ենք պլան մինիմում, ոչ թե պլան մաքսիմում։ Այն ինչ ներկայացրել է Տիկին Կարապետյանց, դա վերաբերվում է պլան մաքսիմումին։ Այն ինչ ներկայացնում եմ ես, վերաբերում է պլան մինիմումին։ Սրանք իրար չեն հակասում, սրանք փոխ լրացնում են իրար։ Եվ պլան մինիմումը հետևյալն է. մենք падգամավոր չենք աշխատելու, բայց ձեր ձայները չեն ավտոմատ կերպով գնալու Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին։ Պլան մաքսիմումը լավագույն դեպքում 100 օրով մենք լինելու ենք իշխանություն, 100 օրից ավել падգամավոր չենք աշխատելու եւ դուք ունենալու եք նոր ընտրակարգ եւ նոր ընտրություններ։ Պարոն Մանասյան, շատ հաճախ օրինակ ձեզ նաեւ մեղադրում են, որ դուք ձայներ փոշիացնելու սխեմա եք մտածել։ Այսինքն, այս միջոցով, այս տարբերակով դուք ձայները փոշիացնում եք, շատ լավ հասկանալով, որ դուք 4%-ը չեք հաղթալու, ես հանրային կարծիքներ եմ ներկայացնում։ Եվ դուք ձայները փոշիացնում եք, այդ մարդկանց ձայները վերցնում եք, գնում եք Արդյունքում, որը կարող էր օգտակար լինել, ասենք ընդդիմադիր այլ ուժերի օրինակ։ Հիմա տեսեք։ Առնվազն 1.200.000 մարդ 21 թվականի ընտրություններին չի մասնակցել։ Ես 1.200.000 քիչ թիվ եմ ասում, ավելի շատ են չմասնակցողները, բայց ենթադրում եմ մի մասը ոչ թե Հայաստանում են եղել, այլ եթե արտագնա աշխատանքի եւ այլն։ Հայաստանում գտնվող 1.200.000 մարդ ձայնա փոշիացրե ընտրություններին չմասնակցելով։ Նման շատ հիմնավոր ռիսկեր կան նաև այս ընտրություններին, որ 1 միլիոն կամ ավել մարդ չի մասնակցի եւ դրանով կփոշիացնի իր ձայները ավտոմատ դա տալով գործող իշխանություններին եւ նրա հիմնական, այսպես ասած, նրանց կողմից ընտրված իրենց հիմնական մրցակիցներին։ Մենք պատալոգ ամենաշատը Եթե մեր օգտին պետք է քվեարկեն ու պարլամենտ չանցնի, հա, այդ ձայն։ Ամենաշատ ինչքան ձայն պետք է լինի։ 50-ից 70,000 ձայն։ Հիմա տեսեք, համար 60։ Սրա տնտեսագիտությունը նայեք, ասենք 60,000 ձայն։ Սրա տնտեսագիտությունը։ Լավ, 59,000 ձայն, 60,000-ով ենթադրենք ասնում ենք։ Ուրեմն 59,000 ձայն падգամավոր չդառնալու կամ պարլամենտ չձևավորելու ռիսկի տակ մենք հայտ ենք ներկայացրել 1.200.000 ձայն ռեալիզացնելու։ Ինչ եք կարծում։ Նման ներդրումը ժողովրդի կողմից քվեի տեսքով, նման ձեռքբերման համար, նման հնարավորություն ստեղծելու համար մեծ ներդրում է։ Ես ճիշտ ասած մոտիվացիան չեմ կարող հասկանալ, պարոն Մանասյան։ Հիմա լավ, բացատրեմ մոտիվացիան տեսնեք։ Իսկապես, տեսեք, գնում եք ընտրության բոլորին դեմ եմ անունով եւ հիմա ես ճիշտ ասած հետեւում եմ նաեւ ձեր Քարոզ Արշավին, ինչ որ sense հետաքրքիր, այտենց յուրահատուկ բաներ եք անում կենտրոնական դրական հանձնաժողովում, ես Spider-Man-ին տեսա, որ գնացել էր, այսօր ջուր էիք ծեծում, տենց մեծ ջրի թասով ջուր էիք ծեծում, հասկանում եմ, խորհրդանշական սիմվոլիկ ինչ որ երևույթներով եք առաջնորդվում, բայց մոտիվացիան ո՞րն է։ Հիմա տեսեք։ Հանրայնացվելու խնդիր կա իրականում, թե անելիք կա անելու։ Հիմա տեսեք։ Մոտիվացիան հետևյալն է։ Մենք ունենք 1 միլիոն ընտրություններին չմասնակցող մարդ։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե Նիկոլ Փաշինյանը փետրվարի դրությամբ ուներ 24% ձայն, 24% ձայն, եւ բնակչության 1.200.000-ը չի մասնակցում ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը ավտոմատ 24%-ից դառնում է 48%-անոց ուժ։ Եթե 30% մոտիվացիան բացատրում։ Եթե նրա ռեյտինգը հիմա 30% է, այս ամբողջ աշխատանքը, լավ ընտրությունների օրը կդառնա 30%, 50% մասնակցայնության դեպքում ժողովրդի, այդ 30%-ը պարլամենտում դիտվելու է 60%-անոց ձայն։ Սա մենք չենք ուզում որ լինի։ Իմ մոտիվը, անձամբ իմ մոտիվը, այնա որ ես չեմ ուզում 30%-անոց ուժը Հայաստանում 60%-անոց իշխանություն վերցնի։ Այսինքն դուք ուզում եք, որ ընտրություններին շատ մարդ գնա։ Սա բավարար մոտիվ է, քաղաքական գործնեություն 3 ամսով, հա, 3 ամիս պետքա չարչարվել։ 3 ամիս չարչարվում ենք եւ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի սա չլինի։ Նե չի, որ մենք երաշխավորում ենք, որ սա չելի լինի։ Բայց վաղը քաղաքացին չի կարա կանգնի ասի, բա ինչ անեի, բա ոնց անեի։ Բանջի մի բան չարեցիք։ Վարդի մի բան չարեցիք, բա ես բոլորին դեմ էի, գնայում քվեարկեի, ասում ենք լսի։ Հիմա ասում ենք ինչ կարող ես անել։ Այլևս
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված քվեաթերթիկ կա, բոլորին դեմ եմ, ժողովրդավարական կուսակցություն։ Այդ կուսակցության, այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկի հետևում կանգնած են մարդիկ, ովքեր խոստացել են, պարտավորվել են, ամենաշատը 100 օրով պատգամավոր աշխատել, ամենակիչը սկետել չաշխատել, մանդատները դնել դուրս գալ։ Այս խոստման դիմաց մենք ստեղծել ենք այդ 30%-ը 60%-ի վերածելու կանխարգելիչ գործի։ Ուզում եք օգտվեք, չեք ուզում եք ձեր գործնա, բայց մեր մոտիվացիան էր, որ մենք այլևս մեզանից հասանելիքը արել ենք։ Ժողովուրդ ջան, այդ դուք էլ ձեզանից հասանելիքը արեք, որտեղ սա երկկողմանի գործ է։ Տնից դուրս եկեք գնացեք բժիշկ պացիենտ հարաբերությունը, բժիշկը իրանից հասանելիք ռեցեպտը գրել է։ Հիմա պացիենտին հասնում է, դրանից օգտվի։ Եթե նա չօգտվի, ճմրթի շպրտի մի կողմ այդ ռեցեպտը։ Կլավանա, իհարկե չի լավանա։ Հետո կասի վատ բժիշկ էր, կասի վատ բժիշկ էր։ Բայց մենք գոնե այս մեր ունեցած ֆինանսական, մեդիա, կադրային ռեսուրսների սահմանում այսքանը ինձ թվում է առավելագույն որպես արել ենք։ Ես կուզենայի ավելին անեինք, ես կուզենայի շատ ավելին անեինք, բայց կներեք ստեղծված քաղաքական դաշտը օբյեկտիվ իրողությունն է, միայն մեզանից չի կախված, բայց մեզանից ինչ կախված է, ինձ թվում է առավելագույնս մենք արել ենք, որպեսզի 30%-անոց ուժը հանդես չգա, 60%-անոց ուժ, 10%-անոց ուժը հանդես չգա, 20%-անոց ուժ։ Մնացածը դուք տեսեք, ժողովուրդ։ Մանասյան, հիմա օրինակ պատկերացնենք, որ իսկապես դուք այդ 60,000 ձայնը ունեք եւ դուք հայտնվել եք ազգային ժողովում, հաղթահարել եք դա։ Ես հասկանում եմ, արդեն դուք նշում եք այդ 3 ամսով պատգամավոր աշխատել, մանդատը դնել, գնալու տարբերակը, բայց արդյոք հնարավոր է եւ պլաններ փոխվեն, ամեն դեպքում հայտնվել պարլամենտում եւ միգուցե լավ հնարավորություն լինի, եթե ընդդիմադիր եք դիրքավորվում այսօր, ընդդիմադիր անցած ուժերի հետ կարողանաք նաեւ այնպես անել, համախմբվել, միանալ եւ ասենք, այ ասում եք Նիկոլ Փաշինյանին քննադատում եք շատ ակտիվ։ Այս իշխանությանը ուղարկեք իրենց հանգստին։ Այդ տարբերակը կարա լինի միայն եթե բոլորին դեմ եմ վարչապետի տեխնացուով եւ կառավարությամբ ձևավորվի նոր կառավարություն, այսինքն եթե երկու սցենար է, հա, հնարավոր, պատկերացրեք անցել ենք պարլամենտ, հա, այդ օրն, ամսի 10-ն է, հունիսի, անցել ենք պարլամենտ եւ Նիկոլ Փաշինյանը ինքնիրանով ձևավորում է կամ իր այսպես ասած սատելիտներով ձևավորում է կառավարություն։ Այդ դեպքում մենք անելիք չունենք, մենք դուրս ենք գալիս։ Ենթադրենք Սամվել Կարապետյանը իր հետ համախոհներով, հետաքրքիր չէ, դե համախոհ եմ ասում, դե սատելիտ չնայած նույնն է։ Բայց Սամվել Կարապետյանի սատելիտը ո՞րն է։ Չէ, սատելիտ չկա, բայց կան ուժեր համաձայն եմ, կան ուժեր, այ իր համախոհներով։ Չէ, բայց ճիշտ ասցիք սկզբից, պարոն Մանասյան, եկեք այդ իր համախոհներով, օրինակ, ասենք Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, ենթադրենք Ծառուկյան, Թաթոյան, միասին ներկայացրեն, ասենք, օրինակ, տեխնացություն, մեկի տեխնացությունը։ Եվ իրանք են ձևավորել կառավարություն։ Էլի բոլորին դեմ ըստ անելիք չունի։ Բոլորին դեմ մանդատները դնում գնում է։ Եթե ամեն մեկը իրենով կարողանում է իշխանություն ձևավորել։ Եթե ոչ մեկը, ոչ մյուսը չի կարողանում իշխանություն ձևավորի, եւ ձեզ գալիս են օգնության են դիմում։ Եթե մեզ օգնության են դիմում, ասում են մեզ, չէ, մի րոպե, միջև մեզ օգնության դիմելը, մի հատ շատ կարևոր նրբություն կա, որ մեր ժողովուրդը հիմնականում չգիտի։ Եթե ոչ մեկը, ոչ մյուսը չի կարողանում իշխանություն ձևավորել, 50+1% չի կարողանում կազմի, որ ընտրի կառավարություն, գիտեք ինչա լինում։ Լինում է երկրորդ ընտրություններ համապետական, ամբողջ երկրորդ այդ երկրորդ փուլը ասվածը ներպարլամենտական երկրորդ փուլ չի։ Այո, համապետական, այսինքն դրանից հետո գալիս է համապետական ընտրությունը, որտեղ արդեն երկու ուժ են միայն մասնակցում ընտրություններին։ Առաջի եւ երկրորդ տեղով գնացող ուժերը։ Այս դեպքում մենք ասում ենք ժողովուրդ ջան, երկուսին էլ ասում ենք երկրորդ փուլ եք գնում, այսպես թե այնպես, ու չգիտեք ինչ կլինի։ Չգիտեք ինչ կլինի։ Եկեք այդ երկրորդ փուլի փոխարեն 100 օր հետո կազմակերպենք նոր ընտրություններ 100 օր հետո։ Իշխանությունը 100 օրով տալիս եք մեզ որպես երաշխավոր, որ այդ փոփոխությունները կանենք, ավելի Նինա Կարապետյանցը փաստաթուղթ ստորագրել, որ 10 տարի չի մասնակցելու քաղաքականություն, այսինքն նոր տեխնացություն չի ներկայացնելու այդ 100 օր հետո, 100 օր հետո մեր
իշխանությունն ու կառավար չեն մասնակցելու որպես տեխնացու այլևս ընտրություններին, ոչ ընտրովի, ոչ նշանակովի։ Այսինքն այդտեղ գնում է որոշակի անձնազոհության, ինքնասահմանափակման ակցիա։ Եկեք այդ 100 օրվա օրենքը փոխենք, մի քանի կետեր ավելացնենք, ավելի շնորհքին եւ ներառական դարձնենք ընտրությունները։ Եվ նորից գնանք դուք սենց տնից գնում եք, չէ՞ նոր ընտրությունների։ Դուք սենց տնից երկիրը տանում եք նոր ընտրությունների, իհարկե կարճ, ավելի կարճ ժամանակահատվածում։ Եկեք դա ոչ թե մի ամիս հետո լինի այդ ընտրությունները, այլ թող լինի 3 ամիս հետո այդ ընտրությունները։ Կազմակերպենք նոր ընտրություններ, բայց նոր կարգով։ Այս է լինելու մեր առաջարկը եւ միայն այս օրակարգի շուրջ բոլորին դեմը կհամագործակցի որևիցե մեկի հետ։ Պարոն Մանասյան, մի հարց։ Ձեր ասածից բխում կա ինձ մոտ, արդյոք մեր երկիրը այն վիճակում է, ըստ ձեզ, որ կարող է ամեն 3 ամիսը մեկ կազմակերպել ընտրություններ եւ ընտրությունների գործընթաց, ֆինանսներ, ռեսուրսներ, հասարակական, գիտեք, ստրես, այս ամեն ինչը նաեւ ստրես է։ Բայց ես տնից մի ամիսը չեն անելու ընտրություն։ Եթե չձևավորվեց կառավարություն ուժերից որևիցե մեկի կողմից, այսինքն բևեռներից, եթե մտածում եք երկրորդ փուլ պիտի լինի, բայց սենց երկրորդ փուլը կազմակերպվելու է, չէ՞։ Սենց այդ փողերը ծախսվելու է, չէ՞։ Սենց այդ ժողովրդին մելի ասելու ես արի գնա ընտրատը։ Այդ ամեն ինչը այսպես թե այնպես արվելու է։ Մեր առաջարկը հետեւյալն է, եկեք այդ ամենը շնորհքով անենք, այ մարդ։ Պարոն Մանասյան, ինչ վիճակում է ձեր ուժի արձագանքը հանրության կողմից։ Ձեր ուժի նկատմամբ, այն ինչ եք տեսնում, հիմա քարոզարշավը արդեն քանի օր է սկսվել է։ Ես կարծում եմ Երևա բանին։ Դուք այդ ձայները տեսնում եք, որ այդ բոլորին դեմեմը կգան եւ բոլորին դեմեմի ձայն կտան։ Եթե ավելի անկեղծ, ես մի մտահոգություն եմ ունեցել, որ լինի բոլորին դեմեմ քվեաթերթիկ։ Բոլորին դեմեմ քվեաթերթիկը այլևս կա։ Մնացածը ժողովրդի որոշելիքն է։ Ես մնացածը արձագանքը կտեսնենք հունիսի 7-ին։ Հունիսի 8-ին արձագանքը կտեսնենք։ Մեզանից հասնում է մեր սուղ, ծայրահեղ սուղ ռեսուրսներով, եթե համեմատեկում հետ ենք, էլի, մրցապայքարի մեջ ինչ կարգի ուժերի հետ ենք, մեր սուղ ռեսուրսներով որևիցե լուծում, որևիցե առաջարկ անել, մենք այդ առաջարկը արել ենք։ Ես իհարկե անձամբ ես կամ մենք առանձին քաղաքական միավորում ունենք հիմնադիր ազատական կուսակցություն որպես մենք կուզենայինք 10-15 տարվա ծրագրերով հանդես գալ։ Մենք նոր սահմանադրությամբ նախագիծ ենք ներկայացնում, իսկ ավելի ճիշտ հիմնական սկզբունքներ։ Մենք կուզենայինք այս մասշտաբի հարցերի շուրջ քննարկումներ լիներ, դնեինք, վերցնեինք եւ առաջ գնայինք եւ երկիրը սրանով առաջ տանեինք։ Բայց քանի որ ընտրությունները քթներիս առաջ էր եւ ընդհանուր առմամբ տեսնում էինք ինչա տեղի ունենում եւ հասկանում էինք նաեւ որ հիմա օրինակ քաղաքական օրակարգը տարվածա ոչ թե նրանով թե այ 5, 10, 15 տարվա ինչ ծրագրեր ունես երկրին առաջարկելու, այլ կոնկրետ առաջիկա 100 օրվա համար ինչ ունես առաջարկելու, այդ է ներկայացված։ Կոպիտ ասած դա է պահանջում հանրությունը, մենք այս խնդրի այս տեսակ լուծում առաջարկելով մասնակցել ենք այս գործընթացներին, բայց սրանով ընդհանրապես սկսում ենք եւ սրանով չենք ավարտում, որովհետեւ ռեալ որոշել ենք առաջիկա 5, 10, 15 տարվա կտրվածքով բան փոխել երկրում, անել մեր առաջարկները եւ այլ եւ այլ։ Դա սենց ընթացքի մեջ է։ Այս ընտրություններով ոչինչ չի փոխվելու։ Իսկ թե ժողովուրդը այս փուլում, այս առաջի մեր քայլին ինչպիսի գնահատական կտա, ինչպիսին կտա։ Դա ժողովրդի գործն է։ Տեսեք, պարոն Մանասյան, այսօր մենք սոցիոլոգիական հարցումների պակաս չունենք։ Բոլոր կուսակցությունները, դաշինքները, ամբողջ մեդիան, տարբեր սոցիոլոգիական ընկերություններ, հա, տարբեր տեղերից պատվերներ են վերցնում, չգիտեմ ինչ սոցհարցումներ են անում, միտեղ մի թիվը բարձր է, մեկի թիվը ցածր է եւ այլն։ Այ դուք ունեք ձեզ համար, ձեր ներքին իրական սոցիոլոգիական հարցումները, որոնք հենց ձեր աշխատանքային փաստաթուղթն են դառնում պարբերաբար, որ պատկերացում կազմեք, թե ինչ է կատարվում այս պահին հանրային տիրույթում։ Ժողովուրդ ջան, այդ ամեն սոցիոլոգիական հարցում պատվիրելը դա մի քանի միլիոն դրամի են ամենահամեստ հարցումն է, մի քանի միլիոն դրամի ծախս է։ Մենք այդ ֆինանսները չունենք, որպեսզի նման շռայլություն մեզ թույլ տանք, ասած մենք կարանք աչքաչափով ընդհանուր տպավորություն, սուբյեկտիվ տպավորություն կազմենք։ Բայց ինչ վերաբերում է սոցհարցումներին, ես ուզում եմ անպայման դրան։ Այս վերջերս ինձ էլ զանգեցին եւ մի սոցհարցում էր, ինձ էլ որպես հարցերին զանգում ձերքի համարների ես հարցերին սիրով sense մանրամասը պատասխանեցի, բայց ընդհանուր տպավորությունս հետեւյալն է, որ այսօրվա սոցհարցումները Հայաստանում արվում են ոչ թե բուն էս ընտրությունների տարբեր ուժերի միջև հասկանալու համար թե ինչա տեղի ունենալու, ավելի շուտ այսօր ինչ եմ ես հասկանում, սոցհարցումներ անողների հիմնական խոշոր հարցումների, հա, հիմնական իմաստը դա Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում կանխատեսումներ անելն է։ Այսինքն ցավոք սրտի
Հայաստանի այս ներքաղաքական գործընթացը այսօր ընթանում է որպես արտաքին քաղաքական շահերի սպասարկման մի հատ գործընթաց։ Ցավոք սրտի։ Ու ինձ թվում է այսօր բոլորը հաշվարկում են այդ, թե արտաքին քաղաքական որ կենտրոնի շահը ինչ չափով հնարավոր կլինի սպասարկել, ինչ վտանգներ կան, ինչ ռիսկեր կան, ոնց դասավորենք։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մակարդակից եթե մանիպուլյացիաներ արվեն, այդ մանիպուլյացիաները արվեն դարձյալ արտաքին քաղաքական մարտահրավերները մեղմելու կամ դրանք բավարարելու կամ չգիտեմ դրանց ինչ որ ձև դրանց հետ հաշվի նստելու ուղղությամբ։ Այսինքն ցավոք սրտի այս ընտրությունները որքանով որ ես եմ հասկանում, սա ներքաղաքական զուտ զտարյուն մաքուր ներքաղաքական գործընթաց չի, սա արտաքին ուժերին գոհացնելու կամ չգիտեմ խոստումներին տեր լինելու գործընթացը ցավոք սրտի այսինքն մենք չենք ընտրում այս ընտրություններով իշխանություն այս ընտրություններով ոնց որ մենք ընտրում ենք թե ով պետք է մեզ տիրություն անի կամ ուզում ենք որ այդ մեկը տիրություն անի թե չէ Պարոն Մանասյան ինձ ուղղակի հետաքրքիր է որն է բոլորին դեմ էմի եւ նաեւ կոնկրետ ձեր մոտեցումները կցանկանայի լսել որն է ձեր հակասությունը, այսպես ասեմ, գործող իշխանության հետ եւ որն է հակասությունը անհամաձայնությունը այս պահին դաշտում գործող ընդդիմության հետ։ Որոնք են դրանք։ Ես բոլորին դեմ եմ անունից դա չեմ ասի։ Ձեր, եկեք ձեր կողմից ասենք։ Որովհետեւ բոլորին դեմ եմ տարբեր հայացքներով տարբեր մարդիկ են հավաքված, ովքեր ընդհանուր հայտարարի էին եկել մի քանի Այս մի քանի կետերով, շատ լավ։ Մի քանի կետերով։ Ձեր տեսակետը, այ որոնք են ձեր հակասությունները եւ գործող իշխանությունների չեք ընդունում եւ ընդդիմության չեք ընդունում, որն է դա։ Իմ հակասությունը, թե իմ հակասությունը բոլորի հետ հետեւյալն է։ Առաջինը, որ քաղաքական հասունության խիստ ցածր մակարդակով հանդերձ ձգտում չեմ տեսնում, քայլ գործողություն չեմ տեսնում այդ հասունությունը մեծացնելու, բարձրացնելու, եւ երկրորդ, որ պետության ինքնիշխանությունը, պետություն սեփական պետություն ունենալու ամբիցիան ձևավորելու եւ բավարարելու փոխարեն այլ երկրների արևմուտք Ռուսաստան հակամարտության մեջ մարդիկ գնացել ամեն ինչ անում են, որպեսզի մտնեն այդ հակամարտության մեջ Ով անում, պարոն Մանասյան։ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանը դարձրել աշխարհաքաղաքական զոհասեղանի մատաղ։ Տեսեք։ Մեզ այս մարդն է բերել դրել այդ զոհասեղանին։ Տեսեք։ Այնպես չի, որ Սամվել Կարապետյանը աշխարհաքաղաքական զոհասեղանից այսպես հերոյապահելու ինքնիշխան երկիր է պահել։ Բայց Սամվել Կարապետյանը մի քանի ամիս առաջ է եկել հայտնվել այս դաշտում։ Լավ, թողենք Սամվել Կարապետյանը։ Սա տարիների խնդիր է, չէ՞։ Գոյություն ունի, տարիներ շարունակ գոյություն ունի Ռուսաստան արևմուտք արճակատում։ Մրցակցություն։ Հայաստանի անկախության օրվանից այդ պայքարը կա։ Որոշակի շրջան անկախության առաջի տարիներին հնարավոր եղել է, հնարավորինս չեզոքություն պահել այս պայքարում եւ որևիցե մեկի օգտին չծառայել։ Հայաստանը այդ մի քանի տարից հետո եղել է սկզբում Ռուսաստանի ծառան, շահերի սպասավորը Հիմա էլ փորձում են դարձնել արևմուտքի ծառան շահերի սպասավորը։ Ոչ, սկսած առնվազն 98-99 թվականից։ 98-99 թվականին Հայաստանը ինքնիշխանության, անկախության, սեփական օրակարգերով սեփական խնդիրները լուծելու ուղղությամբ չի գնում իր ղեկավարությամբ։ Իր ղեկավարությամբ գնում է կամ Ռուսաստանին ծառայելու, կամ Արևմուտքին ծառայելու։ Այս երկուսն էլ հակասում են ինքնիշխան երկրի, անկախ երկրի տրամաբանությանը։ Եթե կան մարդիկ, ովքեր կասեն, հնարավոր չի մեկի դրսից մեկի հետ բան չլինել, այսպես մեկի քավորությունը չընդունել, ժողովուրդ ջան, այդ դեպքում լուծարեք պետությունը, անունը մի դրեք պետություն, դարձեք այդ մեկի, ում որ ուզում եք, այդ մեկի տարածքային ամբողջականության մի կտոր, դարձեք այդ մեկի մոտ ազգային կրոնական փոքրամասնություն, մշակութային փոքրամասնություն, եթե անունը դրել ես պետություն, ուրեմն պարտավոր ես այդ պետությունը պահանջում է անկախություն, ասում մի քանի բան չի բանակցում, կույսը, ամրոցը Սրանք չեն բանակցում։ Կույսը որ սկսես բանակցել, էլ արդեն նրա կուսությունը ոչ մեկի պետք չի։ Ամրոցը
իր անառիկությունից ելնելով, եթե հանկարծ մի օր մոռացավ ու սկսեց բանակցել հանձնվելու մասին, նա այլևս ամրոց չի։ Բայց կարող են չէ նորմալ աշխատել բոլոր պետությունը չի կարա ինքնիշխանության ու անկախության գիծ չտանի։ Եթե գտնում եք, որ մենք ի վիճակի չենք, ուրեմն նույնն է, որ դուք գտնում եք, որ մենք պետություն լինելու իրավունք չունենք, ի վիճակի չենք։ Մանասյան, այս իշխանությունը ասում է, սա Ղարաբաղը մենք հանձնեցինք, Արցախը հանձնեցինք, դարձանք ավելի ինքնիշխան։ Ասում է ինքնիշխանություն չունենք, գտանք վերջապես։ Լավ էլի, ասենք հիմա պետք է այնքան է մեկնաբանվի այդ հարցը, դա լավ էլի, դա պետք է մեկնաբանվի, այս իշխանությունը ինչ։ Դե այս ժողովրդին հավատացնում է, որ մենք մեր ինքնիշխանությունն ենք նոր գտել, դրա համար հազար ներողություն, դրա համար իմ խնդիրը, եթե ավելի անկեղծ, ոչ թե կոնկրետ այս կամ այն իշխանության հետ է, իմ խնդիրը հարգելի ժողովուրդ ձեր հետ է։ Ես էլ ձեզնից մեկը Ես խնդիր ունեմ մեր քաղաքական հասունության հետ, որ ամեն մի էքստրեմիստ կամ պոպուլիստ կամ իր փողերով կամ իր զորբայությամբ աշկինգով ցանկացած մեկը կարա գա ձեզ ցանկացած բան համոզի, դուք դա ընդունեք որպես տենցա ու վերջ։ Ես դրա համար պրոբլեմ ունեմ մեր ընկալումների հետ, մեր հետ, որ այսպիսի ընկալումներ ունենք, մեր հետ, որ այսպիսի պատկերացումներին տեղիք ենք տալիս, ինչ ասեմ։ Եվ մինչև սա չփոխվի, այսի խորքային արդեն 5, 10, 15 տարվա, մինչև մեր ժողովրդի մի զգալի մասի, այսինքն միշտ էլ ժողովրդի մեջ կա զանգված, որ շատ սթափ հասկանում է, որը որից հետո է։ Բայց այդ սթափությունը այնքան մեծ չի, այդ զանգվածները այնքան մեծ չեն, որ եղանակ ստեղծեն, տրամադրություն թելադրեն կամ իրենցով իշխանություն ձևավորվի։ Պետք է աշխատել ժողովրդի վրա, որ ժողովրդի ընկալումները իր ընկալումներում վերանայվի, իր հասունությունը փոխվի։ Հասարակ մեր իշխանությունների հետ կապված։ Ինձ ոչ այնքան ասենք այդ անհեթեթ բաները, որ ասում է։ Դե այդի ով ասես կարելի է հերքել, էլի ով ասես կարա հերքի։ Ինձ ինչա խնդիր առաջացնում, երբ որ մեր ժողովուրդը օրինակ երկրի ղեկավարը ընտրում, չէ՞, պետության ղեկավարը ընտրում։ Բայց ողջևորվում է այդ ղեկավարի որ արածով, ասենք ասֆալտ արե, դպրոց մանկապարտեզա սարքե, մայթերն է բարենորոք։ Այն դեպքում որ սրանք տեղական ինքնակառավարման մակարդակի խնդիրներ են։ Այսինքն ցանկացած բան, որ այսօր կբերի քաղաքացիական պայմանագիրը կներկայացնի, որ իրանք լավն են արել, դուք կտեսնեք տեղական ինքնակառավարման մասշտաբի հարցերի լուծում։ Հանրապետական մասշտաբի խնդրի լուծում, ինչպիսին է սահմանների անվտանգությունը, բանակը, արտաքին հարաբերությունները, մաքսային ծառայության գործունեությունը, կոմունիկացիաների հետ կապված վերահսկողություն եւ այլն։ Կտեսնեք, որ այդ բոլոր կետերով հանրապետական մասշտաբի ձախողած իշխանությունը, բայց ժողովուրդը գյուղապետը վարչապետից չի տարբերում, գյուղապետի անելիքը վարչապետի անելիքից գործառույթից չի տարբերում։ Եվ երբ որ վարչապետը լավ գյուղապետություն արե կամ լավ քաղաքապետի գործ արե, ասում են ուրեմն լավն է, էլի։ Հիմա ստեղ ես չգիտեմ ում դիմեմ, գնամ վարչապետին ասեմ, թե խի ես մանիպուլացնում, քաղաքապետի մասշտաբի ծրագրեր իրականաց, դու ինչ գործ ունես, կախի չես տուգում կամ ցնցուղ ես տուգում դպրոց, դու ընդհանրապես դպրոցների վերանորոգման հետ ինչ գործ ունես, դու ով ես, պրարաբ ես, ինչա, բրիգադիր ես, ինչ ես, դու վարչապետ ես, քո մասշտաբը, այսինքն դա հանրապետական մասշտաբն է։ Ցանկացած բան, որ հանրապետական մասշտաբի է, դա է վարչապետի եւ կառավարության գործունեությունը։ Կամ չգիտեմ որտեղ կանգնում ասում թոշակները լավ է որ բարձրացրել ենք ընտրակաշարքի հոդվածը մի նորմալ իշխանություն լինի Հայաստանում հենց այդ մենակ այդ ընտրակաշարքի վրա ասած ծերից ծեր կդատվեն ծերից ծեր այսինքն նախկինում ինչ էր ընտրակաշարք կար բայց միանվագ մի անգամ տալիս են ասում գնա ընտրի սա մտածելա ոնց անեմ այ մարդ որ ընտրել ասա չէ ժողովուրդը մի անգամ ընտրակաշարքով ոնց որ չի ծախվում արի ամեն ամիս ասեմ սրանց թող մեն ամիս ստանալու ես ու իդեպ դա չկար է բյուջեով նախատեսված գիտեք վերջի րոպեին եսի միջեր արել ինչով է ինքը ընտրակաշարք որ ինչով է ինքը հենց կոնկրետ ընտրակաշարքի հատկանիշ ձեռք բերում թեև դա ընտրություններից առաջ էր արվում բայց նման ծախսերը բյուջեով նախատեսված ինչա նշանակում բյուջեով բյուջեն դա օրենք է այսինքն միտեղ գրած է չէ չի կարելի գողանալ չի կարելի սպանել միտեղ էլ գրած է այսքան պետք է ծախսվի այս ինչ բանի վրա ամենամյա դա տարին մի անգամ 1 տարով կազմվող օրենք է բյուջեն պարլամենտի կողմից հաստատվող եթե դու ծախսեր ես անում որը այդ բյուջեի հետ չի բռնում դու հանցանք ես գործում պետք է հիմնավորես օրինակ ես վերջերս
Միացյալ Նահանգների կառավարությունը մտել էր պարլամենտ իրանց կոնգրես եւ խնդրում էր ծախսեր պատերազմում ասում է հրթիռները վերջանում են Իրանի հետ մեծ ծախսեր են ունեցել, պետքա նոր արտադրություն, այսքան փող է պետք։ Նրանք են նստել մտածում են, տան այդ փողը թե չտան։ Այդպես բան չկա հանուն հայրենիքի, բան ասում են հələ մի րոպե էլի։ Ինչքան հրթիռ եք օգտագործել, ինչի վրա եք օգտագործել, ինչքան եք փող ուզում, ինչքան ժամանակով եք ուզում։ Մինչև նրանք փողը չհաստատեն, նույնիսկ ռազմական գործողությունների համար փող չեն կարողանում վերցնել։ Հիմա թոշակի համար փող վերցնելու համար կառավարությունը վարչապետը պետք է գնային պարլամենտ ասենք խնդրում ենք մեզ թոշակի համար փող է պետք բայց դա գնաց պարլամենտում քննարկվեց ասին փող չունենք մենք չենք կարող Բյուջեն հաստատելու ժամանակ այո քննարկվել է որտեղ նրանք ասեն չէ դրա համար փող չենք ուզում հետո 2 ամիս հետո ստատիստիկան տեսան այդ ձեր ասած ստատիստիկան տեսան որ ձեր չի տալի այս ժողովրդին չէ դե հետո թոշակառուներն ինչ ասեց հերիքա բան գնում եք ձեր համար դեղ եք առնում կարող ենք փող տանք որ դեղ առնեք այսինքն տեղի ունեցե օրենքի խախտումով բյուջեով չնացած իսկ ընտրակաշարքի հատկանիշ դա այդտեղ է ձեռք բերում բայց կոնկրետ մեր թոշակառուն գոնե նրանց մի զգալի մասը ասում այ տղա ջան ինձ էլի այ տղա ջան ինչի հետևից կարևորը 10000 ամիս ավել է դե ես էլ եմ ասում ժողովուրդ ձերը դες պրոբլեմ ունեմ այն թոշակառուի հետ ով 10000-ով արդեն ծախվել է ես պրոբլեմ ունեմ դուք եք իմ պրոբլեմը Նիկոլ Փաշինյանը չի որտեղ Նիկոլ Փաշինյանից առաջել եք դուք Սերժ Սարգսյանից առաջել եք դուք Ռոբերտ Քոչարյանից առաջել եք դուք այն 5000 վերցնող 10-15000-ով ձենը ծախողնել եք դուք հիմա ձեն ծախողնել եք դուք եւ աղ թղթերով հանցանք էր հիմա թղթերով իբր թե ամեն ինչ նորմալ է տևել եմ ասում նորմալ չի մի նորմալ դատախազ լինի դրա համար մի նորմալ դատախազ անկախ դատախազ լինի դրա համար այս ծայրից ծայր կնստացնի հիմա տեսեք պարոն Մանասյան դուք բժիշկ եք առողջապահության բավական հայտնի ներկայացուցիչ եք ոլորտի Այդպիսի ընտրակաշարք պարունակող տարր դուք չեք տեսնում այս առողջապահական ապահովագրությունը եւ ինձ հետաքրքիր է ինչ է կատարվում այս պահին նաեւ այդտեղ իհարկե դուք մասնավոր սեկտորում եք դուք սրա ձենը կլսեք բոլորն ասում են հուլիսից պայթելու է հոկտեմբեր սեպտեմբեր ամսին կամ հուլիս դուք կտեսնեք թե ինչա տեղի ունենում այս համակարգի հետ կապված որովհետեւ այն ինչ հիմա արվում է դա ուղղակի աչ ու ձախ էլի ընտրակաշարքի ձևով աչ ու ձախ փողերի բաժանումն է ոչ մի հատուկ որակի վերահսկողություն, ծախսարդյունավետություն, անհրաժեշտ չի, այսպիսի բան չկա։ Ինչքան գալիս են, բավարարեք, տվեք, հատուկ են դեպքեր կան, որոնք չեն տալիս, դա էլ վատ կազմակերպ, այսինքն վատ կազմակերպչական գործ կա մի հատ եւ մի հատ կա ափրցփր փող ծախսելու կետ։ Վատ կազմակերպված ափրցփր ծախսում են։ Գոնե եթե իմանաս դες պիտի ծախսեր անեի, գոնե լավ կազմակերպեիք։ Այնքան լավ կազմակերպ, որ ծախսերը ինչ որ մի հարց լուծեր առողջապահության ոլորտում մի մեծ բաց փակ էր։ Օրինակ, ասենք փող պետք է ծախսեիր։ Կոպիտ ասեմ, քաղցկեղի սկրինինգները, այսինքն հանրապետություն 40-ը լրացած բոլոր կանանց հասցնեիր սկրինինգ անեիր։ Հաստաղու սկրինինգներն անեիր, քաղցկեղը կանխեիր, որ տարվա վերջ իմանայինք Հայաստանում 50%-ով քաղցկեղի դեպքերը նվազել է, որովհետև կանխել է սկրինինգ ես արել։ Որևիցե մտածված քայլ չարվեց։ Ում խելքին ինչ փչում է, գնում է դա ուզում է, բժիշկն էլ որ այնտեղ վերահսկողություն անում, ասում է, քեզ սա չի հասնում, ոչ թե չի հասնում, ցուցված չի, էլի, ասես ցուցում չկա, մի հատ էլ բժիշկն է վատամարդ դառնում, թե մեր գյոզալը Նիկոլ Փաշինյանի մասն է։ Գյոզալը մեզ ապահովագրել է, բայց չեն ապահովագրել։ Փողերը պետք է գյուր ծախսվի, դուք չեք ուզում ծախսեք։ Դե հիմա սա է, ինչ ասեմ, Ջորջ ջան, սենց դեպքերում անպայման լինում են հետևանքներ, անպայման։ Ու դուք հետևանքները կտեսնեք տարեվերջում, երկրորդ կիսամյակում, տարվա կտեսնեք, թե այս ծախսերի արդյունքում ինչ են կունենա։ Պարոն Մանասյան, դուք այն ակտիվ բժիշկներից եք, որ միշտ բարձրաձայնել եք տարբեր խնդիրներ, ես դες շատ լավ հիշում եմ կորոնավիրուսի հետ կապված այդ փաստերի բարձրացման ընթացքում եւ բավական մեծ այսպես ռեզոնանսեր առաջացրել դա Մեր բժշկական համայնքը իրականում пассив է, պարոն Մանասյան։ Քաղաքականապես եւ հասարակական տեսանկյունից շատ ինչով է դա պայմանավորված։ Սա ձեզ որպես մասնագետ եմ էլի հարցնում։ Դուք ձերոնց ավելի լավ գիտեք, քան մենք։ Ֆիլմից պիտի օրինակ բերեմ, ասում եմ մուզիկան չզբաղվել պոլիտիկա։ Ահա, ինչի՞։
այդպես է ընդունված, այդպես է ավանդույթը, որ բժիշկը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, եթե անկեղծ ասեմ, օրինակ իմ վրա ոնց, ես այդքան ակտիվ քննարկումներ բա, մեկ էլ գալիս է մեկը կամ մեկի հարազատը, ում ես խիստ քննադատել եմ։ Դու ախր համ մտածում ես որպես բժիշկ պետքա անաչառ ձևով Հիպոկրատի երթումը կատարել։ Ամենայն հարգանքով եւ նվիրվածությամբ կապ չունի ով է գալի, բայց գալիս են մարդկանց հարազատներ, ընտանիքի անդամներ, որոնց դու խիստ քննադատել ես։ Ու դա ինչ որ եթե անկեղծ անհարմարության պահ է ստեղծում։ Ես ինքս եմ զգում։ Ես այդ մարդկանց կողմից չեմ զգում, ես իմ ներսում եմ զգում, որ ինչ որ անհարմար է ստացվում, էլի ոնց որ մի բան է հրապարակային խոսքի մեջ եւ մի բան է արդեն մասնավոր անձնական շփման մեջ։ Եվ այսպիսի դեպքերում հիշում եմ իմ գոլեգաներին, ովքեր ոչ հռում են, ոչ դրում են, թացին են խառնվում, ոչ չորին, ասեմ երևի թե այս առումով իրանք ճիշտ են, իրենք այսպիսի դիսկոմֆորտ չեն ունենում, որ ով էլ գա իրանց մոտ, իրենք մեկա բժիշկ են։ Երևի սա է պատճառը, որ դու պետքա նեյտրալ լինես, ոնց որ զինվորականները պարտավոր են նեյտրալ լինեն, մեզ նման պարտավորություն չկա քաղաքական նեյտրալություն, զինվորականը քաղաքական հայտարարություններով չպիտի հանդես գա։ Մենք առանց այդ ինստինկտիվ, ոնց կամավոր բժիշկները իրենց վրա վերցրել են այդ կարգը, որ իրանք պետքա քաղաքական նեյտրալություն պահպանեն, որովհետև իրենց աշխատանքը այնուամենայնիվ բոլորին է առնչվում, բոլորի հետ կարող ես գործ բռնել ու բոլորի կողմից պիտի վստահություն ունենաս։ Ես գիտեմ օրինակ մարդիկ, որոնք լուրջ առողջական խնդիրներ ունեն, օրինակ ես կարամ լուծեմ։ Բայց ես իմանում եմ, որ իրանք ինձ չեն դիմում, որովհետև ես հասկանում եմ, չի կա քաղաքական Կներեք, պարոն Մանասյան, այստեղ ես մի բան եմ ուզում ասել, էլի, ամեն դեպքում բժիշկը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ունի քաղաքացիական դիրքորոշում հայտնելու իրավունք։ Այսինքն բժիշկ լինելը դա մասնագիտություն է, ինչպես մասնագիտություն է ժուրնալիստ լինելը, դե մեր մի քիչ այլ է, որտեվ դա մեր կոնկրետ գործառույթն է, խոսելը, ասելը, փաստեր ներկայացնելը։ Լավ, մեկը կենսաբան է, մեկը ֆիզիկ է, մեկը պատմաբան է, մեկն էլ բժիշկ է։ Ճիշտ է, բժիշկը շատ այսպես բարձր ինձ համար հարգելի մասնագիտություն է, որովհետև մարդկային կյանքերի եւ այլնի հետ գործ ունի, ամեն դեպքում պատմաբանը կարող է եւ այդ գործառույթների մեջ չլինել, էլի, հա, ավելի այսպես տեսական մասնագիտություն է այդ առումով։ Բայց արդյոք չի ընդվզում բժշկի հոգին, ոգին, քաղաքացիական իր դիրքորոշման պահով եւ ինքը մտածում ասում է, չէ, գիտեք, ես բան չխոսեմ, որովհետեւ կարող էին պացիենտները նեղվեն ինձնից։ Սա նորմալ է, ձեզ։ Ուրիշ դաշտում է։ Ես եթե փորձեմ կներեք, էլի չի ցավում։ Ցավում է, բայց ցավի արձագանքը տարբեր է։ Տեսեք, ես մի օրինակ բերեմ, ես ուսանող էի, դե մի քիչ բանը, մեր շրջանը ոնց է, մի քիչ փողոցային կյանքը մեզ հետաքրքրում էր, մենք այդ ամեն ինչի մեջ կայինք եւ ուսանող տալիքին երիտասարդ բժիշկների հետ որոշակի տարաձայնություններ, կոնֆլիկտներ էր լինում եւ որոշակի վիճաբանությունների մեջ ես զարմանում էի, դա մի դեպք չէր էլի, որ ինչքան կոպիտ խոսքի նկատմամբ, որ երիտասարդ բժիշկը պիտի արդեն մենք ոչ թե բժիշկ ուսանող, այլ որպես երկու տղա իրար հետ խնդրեմ ունենք։ Ես զարմանում եմ իրանք ինչքան տոլերանտ են վերաբերում, նույնիսկ շատ ագրեսիվ եւ շատ կոպիտ հարցակման նկատմամբ, ոչ ֆիզիկական բանավոր ինձ անհասկանալի էր։ Ասում եմ, ես երևի մի քիչ ինքնասիրությունները այդքան սուրճ չի, ընդգծված չի։ Հետո երբ որ ես դառա բժիշկ ու աշխատեցի արդեն հիվանդ հոգեբանությամբ շատ մարդկանց հետ, ես կամաց զգացի այդ ինչ է իրանց մոտ կատարվում։ Իրանք էտել են տենում որպես հիվանդ հոգեբանություն։ Իրանք դրան մասին էլ ոչ թե ցավում, իրանք մտածում են դրան ոնց բուժեն։ Այդ պակասավորին ոնց բուժեն։ Իրենց համար երբ որ մեկը իրեն տենց գրեհիկ է պահում իր հանդեպ, ինքը ոչ թե մտածում է ոնց թե սա իմ ինքնասիրությունը վիրավորեց, ինքը այդ ամեն ինչից շատ ավելի բարձր է։ Բժշկի աչքերով է նայում։ Դա դրանից շատ ավելի բարձր է, այսինքն ոչ թե ինքը ասում է, այս պակասավորին հիմա ես ինչ ասեմ, ում ուղեգրեմ, հոգեբուժի ուղեգրեմ, նյարդաբանի ուղեգրեմ, միգուցե դաստիարակությունը ինչի, բայց ինչ անենք, սա էլ անդաստիարակ է, չէ՞ որ մենք պիտի բոլորի նկատմամբ հոգատար լինենք։ Այ բժիշկի մեջ էդ է մտնում, եւ երբ որ իրանց ինչ որ մի հատ սոցիալական մի բան են տենում կամ քաղաքական մի բան, իրանք իհարկե վատը զգում են, բայց իրանք սկզբունքորեն համոզված են, որ դա պետք է բուժվի, ոչ թե դա պետք է։ Դա բուժեք, ինչքան Պարոն Մանասյան,
Այսքան գիժ կա այս իշխանության մեջ, բա ինչի՞ չեք բուժում։ Մի խոսքով ուզված եմ բժիշկները նյարդաբան, հոգեբան եւ հոգեբուժ բժիշկներին ասեք թող գժերով զբաղվեն, ինչի՞ չեն զբաղվում։ Ուրիշ դիրք է։ Տեսեք էլի մենք ասենք բժիշկների համար գիժ բառը վիրավորական բառ է, չի կարելի այդ բառով ասել։ Պետքա ուրիշ բառ ընտրել դրա համար։ Բժիշկը լրիվ ուրիշ տեղից է նայում։ Հիմա նայեք, ես կան կոնկրետ դեպքեր այսօր մեր քաղաքականության մեջ եւ ես մասնավորաբար ասում եմ, որ էտա ներողություն, ես բժիշկ չեմ, ես կարող եմ իսկ ես ինքս բժիշկ լինելով ավելի շատ թողել եմ այդ վեհ դիրքերը եւ մի քիչ այլ դիրքերից եմ հանդես գալիս եւ պնդում եմ, որ ժողովուրդ ես հասկանում եմ, իմ բոլոր գոլեգաներին ես հասկանում եմ, բայց մեկ է, ես մտածում եմ դուք տակտեղ եք ճարել, ձեր տակտեղից չեք ուզում դուրս գաք, դուք պետք է դուրս գաք, դուք մտավորական եք, դուք պետք է պահանջ ներկայացնեք։ Ավելին, այնքան են հեռու մնացեք քաղաքականությունից, բժիշկի հետ հիմա որ քաղաքականությունից խոսած, այնքան պրիմիտիվ բաներ է ասում, լսի։ Ինքան պարզում է ինֆորմացված չեն կարդում, հա, տեղեկացված չէ, թե տենց անջատել են իրենց։ Այդ առումով չի վարժվե, այդ առումով չեն վարժվե։ Կներեք, բայց 2018 թվականի սպիտակ խալաթներով դուրս էին եկել փողոցով վազում էին բժիշկները, կներեք։ Չէ, դա զինվորականներ էին։ Չէ, դրա համար է դա ամենավերջին քրեական գործով անցնում էին դրան։ Ես գոլեգաներիս ասում եմ, ես ձեզ հասկանում եմ։ Ներողություն, բայց 18-ին իրենք քաղաքականությամբ զբաղվել են։ Դա չէ էլի։ Դե բա խալաթներով ով էր պարմանասան։ Ով վերին կացը պարում էին իրանք, չէ՞։ 18 թվին ով ասես դուրս ա եկել, ես դուրս չեմ եկել, իդեպ։ 18 թվին ես օրինակ հեղափոխեցին ասեն իմ ճակատը միշտ մաքուր է, պարոն Մանասյան։ 18-ի մասով։ Բայց massայական որ ասես բժիշկները բան։ Չնայած գիտեք, տես բան կար հիմնարկներից ասում էին հա գնացեք բան։ Բայց դե ոչ չեն գնացել, տեսել ենք բժշկական համալսարանի ժողովուրդը։ Դե լավ բժշկական համալսարանի ժողովրդի հիմնական ուսանողությունն է։ Դասախոսներ կային, լավ, պարոն Մանասյան կային։ Բժիշկներին հետեւյալը։ Բժիշկներին վարքը հասկանալի է, բայց հաշվի առնելով երկրի վիճակը ինձ համար ընդունելի չի։ Ընդունելի չի, ժողովուրդ, դուք պիտի իրար գաք։ Եվ ոչ միայն բժիշկները, ցանկացած մեկը, որ իրեն մտավորական է համարում, ժողովուրդ ջան, լիքը բան մեր երկրի խնդրում խելքի բան է։ Ավելին հեսա ինչքան առաջ գնանք, այնքան արհեստական բանականությունն ու ռոբոտները մարդկանց զգալի աշխատանքի մի մաս իրենց վրա են վերցնելու։ Տակը մնալու է էլի այն խորքային ինտելեկտուալ, խորքային, բազիսային ինտելեկտուալ հասունությունը, զարգացվածությունը բանա փոխելու մեր կյանքում։ Դուք դրանով պետք է հանդես գաք հարգելի մտավորականություն։ Մտավորականությունն է ինձ համար նաև այն բիզնեսմենը, մտավորականությունն է այն ֆերմերը, սա շատ կարևոր է, հա, մտավորականություն են բոլոր այն մարդիկ, ովքեր այն պարզ միջին վիճակագրական ստանդարտից ավելին բան են ստեղծել, կարողացել, անկախ նրանից նա ունի առաջի դասարանի կրթություն, թե ակադեմիկա։ Մտավորականություն են այն բոլորը, ովքեր կարողացել են իրենց ուղեղին զոր տալով, իրենց եւ իրենց միջավայրում էական բան փոխել, մասշտաբային բան փոխել։ Դուք պիտի երկրի կառավարման հարցում ձեր ասելիք ունենաք, եթե ոչ անձամբ կառավարեք, որովհետև հույսը թողած այս պարապներին, ովքեր բարես բունի մասով պարապ մարդիկ են, ժողովուրդ գազելից իջել են, նստել են падավատ, դա ճիշտ բան է, էլի։ Չի կարա սենց լինի քաղաքականություն։ Ոմանք էշից 8 տարի հետո նոր կառավարման ակադեմիա դասի է գնում մեր երկրի վարչապետը։ Չէ, դասի ներողություն, պարոն Մանասյան, ինքը գնում է դասընթացների վերապատրաստման։ Ինքը չի սովորում այնտեղ որպես ուսանող, դա պետք է հաշվի առնել։ Ժողովուրդ ոնց կարա 8 տարի ակադեմիայում ոնց կարա, ես էլ եմ այնտեղ միտքս հասկացեք։ Ստե կարևոր է։ Կարա թե չի կարա հարցի մյուս կողմն է, բայց պատկերացրա երեխուդ ուղարկել ես բժշկական, գնացել է 8 տարի օպերացիա է անում, 8-րդ տարում նոր որոշել է բժշկական սովորի, նոր որոշել է քիրուրգիայի արդինատուրա գնա։ Սա է բանը, ոնց կարա 8 տարի վիրահատելուց, այդքան մորթել թափելուց հետո նոր ինքը որոշի որ քիրուրգիայի արդինատուրա պետք է գնա։ Սա կատաստրոֆա է, սա է մեր քաղաքական հասունության ամենալավ ինդիկատորը։ Տեսեք ոնց են մարդիկ վերաբերվում գործին։ Այնպես չի որ կառավարման ակադեմիայով սա հարցերը լուծվելու է, բայց շատ ունիկալ օրինակ է, էլի։ 8 տարի կառավարես երկիրը, հետո գնաս կառավարման ակադեմիան, ասենք մագիստրի, ընդհանուր մագիստրի, կամ ինչ-որ դասընթացի, կամ գնաս ինչ-որ դասընթացի։ Դու պետք է մի կրթական դիպլոմ ունենաս, որը նա չի ստացել, եւ այնուհետեւ այդ դրա հիմքով նոր պիտի գնաս կառավարման ակադեմիա մագիստրատուրա։ Նա չի կարող, նա դիպլոմ չունի։ Օրինակը հասկացաք, բարձ է, հստակ է, այո։ Ինչին է վերաբերվում։
Դե տես չի լինում, էլի։ Դրա համար էլ որ հետս նայում այդ 8 տարին ինչ ա եղել այդ կառավարման արդյունքում, բա դա էլ պետք է լիներ։ Բա ուրիշ ինչ պետք է լիներ։ Պարոն Մանասյան, ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Բոլորին դեմ եմ ով հանդերձ ձեր, տեսնենք ինչ կլինի։ Շնորհակալ եմ։ Իսկ քարոզարշավը մեր երկրում այսպես թևածում է, շարունակվում է եւ Աստված տա ելքը լավ լինի, ինչ ասեմ։ Բոլորիս Կարելի է մի վերջի խոսքով էլի որպես այսօրվա մեր այս հանդիպման հարգելի ժողովուրդ հեշտ չի լինելու։ Ոչ մի բան մեկ օրում կամ մի տարում չի լինելու։ Մենք պիտի աշխատենք, որ մեր երկիրը երկիր լինի։ Մենք պիտի ունենանք պետական ամբիցիաներ, որպեսզի մեր երկիրը երկիր լինի։ Ամբիցիաներից հրաժարվելով, խաղաղության դարաշրջան ինչ-որ քարոզելով ոչինչ չի ստացվելու։ Աշխարհում չկան խաղաղության դարաշրջաններ, չեն եղել նպահան մարդկության պատմության մեջ։ Այս տեսակ ինքնախապեյությամբ հարց չի լուծվում։ Մենք աշխատանք ունենք, գործ ունենք անելու, յուրաքանչյուրս մեր տեղում, մեր հերթին, մեր դերում, գործ ունենք անելու ու հեշտ չի լինելու։ Էսի իմացեք, ոչ հիացեք, ոչ հիասթափվեք որևիցե հետընտրական արդյունքներից կամ զարգացումներից։ Մենակ իմացեք, որ բոլորս մեր տեղում անելիք ունենք։ Շնորհակալություն, պարոն Մանասյան։ Ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Մեդիահաբի տաղավարում հյուրընկալվել էր բժիշկ Հայկ Մանասյանը։ Հայկ Մանասյանը նաեւ հանդիսանում է բոլորին դեմ եմ կուսակցության առաջկա խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության տեխնացու։ Լավ մնացեք, իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ